Ողջույն, այսօրվա մեր հյուրն է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Լիլիթ Ղահրամանյան։ Ողջույն Լիլիթ։ Ողջույն Տաթև։ Այսօրվա մեր թեման հոգեկան առողջությունը եւ մասնագիտական գործունեությունն է։ Վերջին շրջանում Լիլիթ շատ են խոսում հոգեկան առողջության մասին, նույնիսկ երբեմն քննարկում են այն մասին, որ հոգեկան առողջության հետ կապված թեմաները քննարկելը բավականին նորաձև է դարձել, բայց կուզենայի երևի խոսեինք այն մասին, ինչ է իրականում ենթադրում հոգեկան առողջությունը, քանի որ ինֆորմացիան շատ տարաբնույթ է, որն է հոգեկան առողջության բնորոշումը, ինչ է այն իրենից ենթադրում։ Շատ լավ, համաձայն եմ կարծիքի հետ, որ իսկապես թրենդային է դարձել հոգեկան առողջության մասին շատ խոսելը, երբեմն այստեղ մենք կարող ենք գտնել իրատեսական ինֆորմացիա, երբեմն շատ իրականությունից կտրված ինֆորմացիա, սխալ ինֆորմացիա, բայց կարող եմ նշել, որ ավելի շատ դրական կողմերն եմ տեսնում դրա, քան բացական հետևանքները։ Հոգեկան առողջությունը, եթե գնանք առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման դիտակետից, ապա հոգեկան առողջությունը կարող ենք նշել բարեկեցության, հոգեկանի բարեկեցության մի մակարդակ, մի վիճակ, որը հնարավորություն է տալիս անձին հաղթահարել ամենօրյա սթրեսային իրավիճակները, սովորել, աշխատել եւ ներդրում ունենալ այն համայնքում, որտեղ նա գտնվում է եւ ապրում է։ Այսինքն շատ հաճախ մարդիկ կարող են ունենալ թյուր պատկերացում նրա հետ կապված, որ հոգեկան առողջությունը որևէ տեսակի սթրեսային իրավիճակների բացակայությունն է անձի կյանքում։ Սա թերևս կարող ենք ենթադրել, որ չի կարող որևէ կերպ համապատասխանել հատկապես այսօրվա մեր իրականությանը, որտեղ շատ բացական իրադարձություններ են տեղի ունենում, շատ արագ է փոխվում աշխարհը եւ սթրեսային իրավիճակներին կամա թե ակամա մենք առերեսվում ենք ամեն օր։ Այսինքն հոգեկան առողջությունը ոչ թե անձի կյանքում սթրեսային իրավիճակի բացակայությունն է, այլ տվյալ սթրեսային իրավիճակի առկայության դեպքում դրանք հաղթահարելու կարողությունը եւ լիարժեք ապրելու հնարավորությունը։ Լիլիթ, հոգեկան բարեկեցության մասին նշեցիր սահմանման ժամանակ, այսպիսի պատկերացում կա, ամեն դեպքում ես բավականին շատ եմ դրա հետ առնչվել, որ եթե մենք ունենք որևէ հոգեկան վիճակ, հոգեկան դժվարություն, սա ենթադրում է, որ բարեկեցությունը այլևս գոյություն չունի։ Արդյոք հնարավոր է ունենալ որևէ տեսակի հոգեկան խնդիր, դժվարություն, բարդություն եւ միևնույն ժամանակ ունենալ հոգեկան բարեկեցության մակարդակ։ Իհարկե հնարավոր է եւ հոգեկան բարեկեցություն մենք կարող ենք բնականաբար ունենալ նաեւ տարբեր քրոնիկ հիվանդությունների առկայության պարագայում մարդկանց շրջանում, ովքեր ունեն այս կամ այն քրոնիկ հիվանդություններն ու դժվարությունները եւ շատ հաճախ հենց հոգեթերապիան նպաստում է նրա, որ մենք կարողանանք այցելուի եւ մարդու կյանքում զարգացնենք եւ ավելի բարելավենք այդ հոգեկան բարեկեցության վիճակը, չնայած այս կամ այն դժվարություններով հանդերձ հիվանդությունների տեսքով։ Իհարկե, այստեղ մի բան է հիվանդության առկայությունը եւ հիվանդության բացակայությունը։ Բարեկեցությունը կարող է որոշակի փոփոխության ենթարկվել, բայց ունենալ այն պատկերացումը, որ եթե մենք ունենք այս կամ այն դժվարություն, օրինակ նույն ֆիզիկական առողջության կոնտեքստում կամ մեկ այլ իրավիճակում եւ դա միանշանակ բերում է բարեկեցության վատացմանը, թերևս չեմ համաձայնի, հա։ Մենք կարող ենք ունենալ այս կամ այն դժվարությունները տարբեր արտահայտվածության մակարդակի, բայց դրանով հանդերձ ի վիճակի լինենք մեր այդ հնարավորության սահմաններում կենսագործունեություն ծավալենք, որն էլ ուղիղ կապվում է հենց բարեկեցության հետ։ Այս դեպքում երևի այստեղից հարց է առաջանում այն մասին, որ մենք կարող ենք ունենալ տարատեսակ բարդ զգացողություններ եւ վիճակներ եւ իրավիճակ, երբ որ մենք պետք է դիմենք մասնագետի, որն է տարբերակում այս երկու վիճակների, այսինքն հասկանալ, որ ես պարզապես վատ եմ ինձ զգում եւ կկարողանամ սրա հետ գործ ունենալ եւ այն հատվածը, որ վերջ արդեն այս պահից ի վեր մենք դիմելու ենք մասնագիտական աջակցության։ Եթե մենք նկատում ենք մեր զգացողություններում, մեր մտքերում, մեր վարքում որոշակի փոփոխություններ, որոնք մեզ այդքան էլ բնորոշ չեն եղել անցյալում եւ մենք հստակ կարող ենք տարբերակել այդ փոփոխությունը, օրինակ ես այսպես էի մտածում, հիմա չնոր մտքեր են ավելացել, որոնք մի տեսակ անհանգստություն են առաջացնում կամ ավելի հաճախ տխուր եմ լինում, քան ավելի լիարժեք կյանքով եմ ապրում եւ այլն։ Եթե մենք ունենք այս երեք ոլորտներում, մեր մտքերում, մեր զգացողություններում եւ վարքում որոշակի փոփոխություններ,
որոնք բացասաբար են անդրադառնում որպես հետևանք մեր կյանքի որակի վրա, այսինքն մի տեսակ դոմինանտ տեղ են զբաղեցնում եւ սահմանափակումներ են առաջացնում եւ դրանք արդեն տևական բնույթ են կրում, այսինքն ժամանակային բաղադրիչը եւս կարեւոր է մեզ համար, որովհետեւ մենք կարող ենք ունենալ էմոցիոնալ որոշակի փոփոխություններ 2-3 օր, հետո կարողանանք դուրս գալ այդ իրավիճակից։ Ու սա այս պարագայում բնականաբար կարիք չկա դիտարկել մասնագետին դիմելու հարցը, սակայն եթե այդ փոփոխությունները տևական են, օրինակ 1 ամիս եւ ավելի տևողությամբ կամ որոշ դեպքերում 2 շաբաթ եւ ավելի տևողությամբ մենք կայուն նկատում ենք այդ փոփոխությունները, ապա լավ կլինի մտածենք մասնագետի հետ խորհրդատվություն ունենալու հարցը։ Լիդ այս կոնտեքստում ու նաեւ նախորդ քո ասացի հետ միասին շատ կարևոր է դառնում այն հարցը, որ մարդիկ պետք է իրազեկված լինեն եւ տեղեկություն ստանան։ Նշեցիր այն մասին, որ շատ կարևոր է կհամարում ու արժևորում ես այն, որ հիմա բավականին շատ են խոսում հոգեկան առողջության մասին, բայց դրա հետ միասին կա նաեւ հետեւյալ իրավիճակը, որ դաշտը բավականին լցված է ամենատարբեր տեղեկություններով եւ ինչ ես կարծում, ինչպես մասնագետները կարող են նպաստել ճշգրիտ կամ թյուր տեղեկության տարածմանը դաշտում եւ փոքր-ինչ թյուրըմբռնման մեջ դնել մարդկանց։ Սա թերևս կարևոր հարցերից է, որովհետև ես նկատում եմ հատկապես սոցիալական մեդիայում վերջին 3-5 տարիների ընթացքում ինչքան է շատացել տարբեր մասնագետների գործունեությունը։ Նշեցի, որ դա կարևոր է իրազեկման տեսանկյունից, բայց դրա մյուս կողմից վտանգն այն է, որ շատ հաճախ մասնագետները մտածում են, որ իրենք օրինակ Instagram-ում կարող են դառնալ մասնագետ։ Սա շատ լուրջ վտանգ է իրանից ներկայացնում, որովհետև մարդը, մասնագետը նախ եւ առաջ պիտի ունենա ասելիք սոցիալական մեդիայում, իսկ ասելիք մենք ունենում ենք այն դեպքում, երբ որ մասնագիտական ճանապարհ ենք անցնում, բարդ մասնագիտական ճանապարհ ենք անցնում եւ դա անցնում ենք սոցիալական մեդիայից դուրս, հա, եւ կարծում եմ, որ սա նախ եւ առաջ ամեն մեկի ներքին կարգավորման հարցն է, որովհետեւ ցավոք սրտի չկա որևէ մեխանիզմ, որը կարող է վերահսկել այն ինֆորմացիան, որը մենք կարող ենք տեսնել այս կամ այն սոցիալական մեդիայում։ Եվ սա ամեն մեկիս պատասխանատվությունն է, թե ինչպես ենք ներկայանում սոցիալական մեդիայում եւ որն են մեսեջը, որ ուզում ենք փոխանցել։ Սրա կանխման կարևոր մեխանիզմը adekvat եւ լավ հոգեբանական կրթություն ունենալն է նաև, որը հնարավորություն է տալիս մասնագետներին, ովքեր զբաղվում են իրազեկմամբ, կարողանան տարբերակեն այն աղբյուրները եւ կարողանան տարբերակեն այն ինֆորմացիան, որը ցանկանում են կիսվել մարդկանց հետ, որը ցավոք պիտի նշեմ, որ միշտ չէ, որ համապատասխանում է եւ այստեղ մենք կարող ենք մի կողմից խոսել դրական ազդեցության մասին, հա, բայց մյուս կողմից կարող ենք խոսել վտանգների մասին։ Եվ այստեղ ուզում եմ նշել, որ ցավոք էլի պատասխանատվությունը, թե ինչին կհետևեն մարդիկ, որ մասնագետին կդիմեն, ինչքան վստահելի կլինի այս կամ այն մասնագետը, ցավոք վերջնական պատասխանատվությունը գտնվում է այցելուների պատասխանատվության դաշտում, որը թերևս շատ լուրջ բեռ է մարդկանց ուսերին, ովքեր ունեն կարիք մասնագետին դիմելու եւ մյուս կողմից պիտի որոշում կայացնեն, թե ինչքանով ճշգրիտ է այս ինֆորմացիան այս մասնագետի կողմից փոխանցվող եւ այլն։ Այսինքն կարգավորման մեխանիզմները շատ տարբեր մասերում կարիք կա, որ մենք ունենանք եւ առողջապահական համակարգի կազմակերպման մասում եւ քրթական համակարգի կազմակերպման մասում, որը ցավոք սրտի մենք ունենք բացեր այս մասերում։ Լիլիթ, շատ կարևոր բանից խոսեցիր կրթության մասին, որը երևի վերջին շրջանի, վերջին չէ, հիմնականում միշտ է եղել ամենակարևոր կողմերից բոլոր մասնագիտական գործունեությունների, հատկապես նաև հոգեկան առողջության։ Դու ինքդ կլինիկական հոգեբան ես։ Չեմ կարող ասել, որ դաշտում բոլորը շատ հստակ պատկերացնում են ինչ է նշանակում լինել կլինիկական հոգեբան, երևի ինքդ էլ բախվել ես դրա հետ, որ ամենատարբեր բնորոշումներով, տարբեր աշխատավայրերում ուղղակի գործունեություն ծավալող մարդիկ իրենց կարող են անվանել կլինիկական հոգեբաններ։ Կուզենայի շատ կարճ անդրադառնալ նրան ինչ է նշանակում լինել կլինիկական հոգեբան եւ փորձենք արդեն քննարկել այն, թե որպես կլինիկական հոգեբան տվյալ պահին հոգեկան առողջության դաշտում ինչ խնդիրներ ես նկատում։ Շատ լավ։
Այո, թերևս սահմանումը եւ այն ֆունկցիաները, որոնք կարող է իր վրա վերցնել կլինիկական հոգեբանը, շատ լղոզված է, ու այստեղ սրա պատճառները էլի ցավոք պիտի նշեմ, որ տեսնում եմ ավելի շատ կրթական համակարգում, որովհետեւ կարծում եմ ու այն ժամանակ, երբ որ ես էի ուսանող, հիմա էլ կարծում եմ շատ բան չի փոխվել, ինչքանով հետևում եմ, համալսարանական կրթությունը հնարավորություն չի տալիս ցավոք սրտի ունենալ պրակտիկ հմտություններ, ունենալ պրակտիկ փորձ եւ հայտնվել պրակտիկ միջավայրում եւ իմանալ ինչ անել։ Հա, սա թերևս կարևորագույն այսպես բացերից մեկն է, որին առերեսվում են ուսանողները ավարտելով համալսարանը եւ բախվելով աշխատաշուկայի այսպես մարտահրավերներին։ Քանի որ մեր երկրում չկա վերահսկողական համակարգ եւ այսպես սահմանումները եւ տարբեր հոգեբանական ոլորտները իրանք այդքան էլ սահմանազատված չեն, երևի խոսենք հենց արտասահմանում ինչպես է տեղի ունենում, հա, կլինիկական հոգեբանը ինչ գործունեություն է ծավալում, դա նախ եւ առաջ մասնագետ է, ով որ ունի մագիստրոսի աստիճան կլինիկական հոգեբանության ոլորտում եւ կարող է աշխատել հիվանդանոցային համակարգում տարբեր բաժանմունքներում։ Այստեղ կարող են լինել եւ հոգեբուժական տարբեր խնդիրներ ունեցող անձիկ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիկ, այնպես էլ տարբեր քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, հա։ Եվ այստեղ կլինիկական հոգեբանի ֆունկցիան հիվանդանոցային համակարգում դա ախտորոշման մասնակցությունն է, տարբեր հոգեկրթական խմբերի վարումն է, որոշակի խորհրդատվության սեսիաների իրականացումն է եւ այլն, որը անպայման չի ենթադրում ու մեծամասամբ դեպքերում արտասահմանում չի ենթադրում հոգեթերապիայի իրականացում, որտեղ հոգեթերապիայի իրականացումը ենթադրում է այլ ճանապարհ, հա, կրթության մեջ։ Եվ հարցի մյուս մասը այն մասին էր, թե հոգեկան առողջության ոլորտում ինչ խնդիրներ ես նկատում այս պահին, որոնք են երևի ավելի հաճախ հանդիպողները։ Հաճախ հանդիպողները երևի թե հիմնականում նույնն են, ինչ որ մենք կարող ենք տեսնել նաև այլ զարգացած երկրներում, դրանք տագնապային սպեկտրի տարբեր դրսևորումներն են, տրամադրության տատանումներն են, տրավմատիկ տարբեր փորձառություններն են, սննդային վարքի խանգարումներն են, քնի խանգարումներն են, հարաբերությունների հետ կապված խնդիրներն են եւ այլն։ Այստեղ ուզում եմ նշել, որ մի փոփոխություն եմ նկատում եւ երևի թե հոգեկան առողջության ոլորտը գոնե թե իմ մասնագիտական գործունեության ընթացքում կարող եմ բաժանել մինչեւ 20 թվականի պատերազմը եւ դրանից հետո եւ կարծում եմ որ 20 թվականից հետո այս խնդիրները ավելի շատ են հանդիպում եւ դիմելությունը ավելի բարձր է կարծում եմ, իհարկե ես չունեմ որևէ հետազոտական տվյալ փաստելու այս կարծիքը, սա զուտ իմ պրակտիկայի հետազոտության արդյունքում եմ ստացել, բայց խնդիրները գրեթե նույնն են ինչպես այլ երկրներում։ Այսինքն չկա որևէ տեսակի պայմանավորվածություն, որը բերում է հոգեկան առողջության դժվարությունների արտահայտմանը, օրինակ ինչ-որ իրադրություն, որը ավելի կարող է նպաստել տագնապային դրսևորումներին կամ ինչ-որ մի բան, որի պարագայում կարող է կպչունությունը ավելի զարգացած լինել մարդկան, դրսևորված լինել մարդկանց մոտ։ Իհարկե ունենք այդպիսի դրսևորումներ, թերևս կարող եմ նշել դա COVID համավարակի տարածումներ 2019 թվականի վերջից սկսած, մեր երկրում 20 թվականից սկսած եւ արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմը, որը կարծում եմ նպաստեց նրա, որ մենք ավելի շատ ունենանք դեպքեր, ավելի շատ արտահայտվեն տագնապային սպեկտրի խանգարումները, տրամադրության տատանումները, տոտալ անապահովության զգացումների ակտիվացումը եւ առհասարակ իմաստների, կյանքի իմաստի վերարժևորման հարցը։ Եվ մյուս մասը, որ այստեղ կարևոր է, դա հենց պատերազմի մասնակիցների շրջանում հետտրավմատիկ ստրեսային խանգարման առաջացումն է, որտեղ մենք էլի ունենք բավականին մեծ փորձ աշխատելու պատերազմի մասնակիցների հետ, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են տրավմատիկ փորձառությունների հետ կամ օրինակ ունեցել են կորուստ։ Լիլիթ, խոսքումդ նշեցիր ամենատարբեր հոգեկան առողջության դժվարությունների մասին, ես գիտեմ, որ դու ինքդ աշխատում ես նաև մասնագետների հետ, դաշտում լինելով
կարող եմ նմանատիպ մի, չգիտեմ, ինչքանով է դա փաստ, բայց տեղեկություն բերել, որպես օրինակ նրան, որ մասնագետների ոչ մեծ մասն է կարողանում տարբերակել եւ ճանաչել հոգեկան առողջության խնդիրները։ Այս ոլորտում ինչ դժվարություններ ես նկատել եւ որ մասում է երևի որ մասնագետները ավելի բարդությամբ են տարաբաժանում հոգեկան առողջության խնդիրները։ Այո, շատ կարևոր հարց է սա, ու այստեղ ուզում եմ մի քիչ երևի թե խոսել այն արմատներից, այն հիմքերից, որ տեսնում եմ, այս դժվարության հիմքում։ Շատ հաճախ հոգեբանները կարծում են, որ իրենք չպիտի որևէ տեսակի գործ ունենան ախտորոշման գործընթացի հետ։ Ես հասկանում եմ, որ մենք մեր կրթական համակարգում ունենք բավականին լուրջ բաց եւ ավարտելով համալսարանը շատ հաճախ մասնագետները չեն կարող adekvat ախտորոշում իրականացնել, բայց եթե մենք աշխատում ենք պրակտիկայում եւ ունենում ենք տարբեր խնդիրներով մարդիկ, օրինակ տագնապային սպեկտրի խանգարումներ, տրամադրության խանգարումներ, հետտրավմատիկ ստրեսային խանգարում եւ այլն, ապա մասնագետը պիտի կարողանա ախտորոշել եւ կարողանա կողմնորոշվել, հա, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք բուժման գործընթացի մասին, ապա մենք չենք կարող չտարբերակել եւ որոշել այս կամ այն անձին ինչ տեսակի բուժման մեթոդ է առավել արդյունավետ։ Այսինքն ախտորոշման գործընթացը կարևորագույն հենքն է հանդիսանում նրա, թե մենք ինչ բուժման մեթոդ կառաջարկենք այցելուին, որը լավ կլինի, որ հենված լինի ապացուցված փաստերի հիման վրա, այսինքն գիտության հիման վրա։ Եվ սա բավական դժվար գործընթաց է այն առումով, որ երբեմն կարիք է լինում առաջարկել այցելուին դեղորայքային բուժում ներառել նաև հոգեթերապիային զուգընթաց կամ փորձել մոնոթերապիա, միայն հոգեթերապիա, հետո եթե կարիք լինի կուղղորդենք հոգեբույժի մոտ եւ կստանա համապատասխան դեղորայքային բուժում։ Եթե մասնագետը դժվարանում է այս process-ում, սրանով մենք շատ մեծ ռեսուրս ենք վատնում, որովհետև սա այցելուի եւ ֆինանսական ռեսուրսի վատնելու մասին է եւ հիասթափության արկայության մասին է եւ մոտիվացիայի փոփոխության մասին է եւ այլն։ Այսինքն եթե մենք ուզում ենք process-ում ունենալ արդյունավետ բուժման պլան, մենք կարիք ունենք ի վիճակի լինել որպես մասնագետ, տարբերակել խնդիրը մի կողմից եւ հասկանալ, թե ինչի կարիք ունի այցելուն։ Շատ հաճախ թյուր ըմբռնում կա նրա, որ մասնագետը ունի մի հատ մեթոդ եւ ինքը բոլոր մարդկանց հետ նույն մեթոդն է կիրառում։ Ցավոք կարող եմ նշել, որ հաճախ դա նաև մեր մասնագիտական դաշտի մի մասն է արտացոլում, բայց ես հաճախ բերում եմ այն օրինակը, որ պատկերացրեք դուք գնում եք բժշկի մոտ օրինակ գլխացավով, ու ինքը ձեզ նշանակում է անտիբիոտիկ, հա, սա արդեն իսկ սխալ բուժման տակտիկա է, հա, եթե մենք ունենք ցավ, առաջին շարքի բուժումը դա ցավազրկողներն են բնականաբար։ Ու այս տեսանկյունից հոգեբանական աշխատանքը եւ հոգեթերապիան իրենք զուգահեռ են գնում ֆիզիկական այսպես հիվանդությունները կամ խնդիրները բուժելու ճանապարհով։ Մենք պիտի կարողանանք տարբերակենք, որից հետո առաջարկենք այդ պահին արդյունավետ եւ հասանելի բուժման մեթոդը, ոչ դեղորայքային, հոգեբանների պարագայում, եւ եթե մտածում ենք դեղորայքային բուժման կարիք կա, ապա ի վիճակի լինենք դա հասկանալ, տարբերակել եւ ուղղորդենք հոգեբույժի մոտ։ Պատկերացնում եմ, որ հարցի պատասխանը թե ինչպես տարբերակել գնալու է նորից կրթության դաշտ եւ ճանաչելիության խնդիրների։ Ցավոք մեր դաշտում առկա խնդիրների շատ մեծ մասը ես տեսնում եմ հենց կրթական համակարգի բացի մեջ եւ հատկապես կարծում հենց կլինիկական հոգեբանության եւ հոգեթերապիայի, որտեղ կարծում եմ օրինակ տարբեր ոլորտներ կան հոգեբանության, որտեղ այդքան շատ այսպես համագործակցային աշխատանք չի ենթադրում կամ ենթադրում է դպրոցական համակարգում, որտեղ մենք արդեն իսկ ունենք լավ ավանդույթներ, հա, կրթության հոգեբանների մասով, որը դեռ այդքան էլ չի ձևավորված հենց կլինիկական հոգեբանների մասով։ Մենք ունեցել համագործակցության հետ կապված քննարկում հոգեբուժի հետ, բայց շատ կարևորում եմ նաև հոգեբան մասնագետի արձագանքը նրա մասին, թե կլինիկական դեպքերը, որոնք պահանջում են, ինչպես նշեցիր, օրինակ դեղորայքային բուժում կամ խորհրդատվություն հոգեբուժի, ինչ ձևով պետք է ուղղորդվեն հոգեբան մասնագետի կողմից։
Ես հաճախ լսել եմ այն մասին, որ հոգեբան մասնագետները ասում են հոգեբուժները մեր հետ չեն համագործակցում, մենք չենք կարողանում հոգեբուժների հետ համագործակցենք, պացիենտ ենք ուղարկում, միջև հետո հետադարձ կապա լինում, այտենց արդեն դեպքը բավականին ժամանակ կորցնում է եւ այլն, հա, այսպիսի պատկերացումներ կան։ Ես գիտեմ, որ դու ունես շատ արդյունավետ օրինակներ նրա, բայց նաեւ կուզեի մի փոքր նկարագրես այն ճանապարհը, որը բերել է արդյունավետ այդ համագործակցությունների ու ինչու է կարևորվում պարտադիր ունենալ այդ համագործակցությունը։ Շատ լավ։ Նախ սկսեմ երևի հարցի վերջից, կարևորվում է, որովհետև դա հնարավորություն է տալիս ել ավելի արդյունավետ բուժում իրականացնել այցելուի համար եւ մասնագետները աշխատում են հենց այցելուի համար, այսինքն համագործակցությունը չպիտի լինի ինքնանպատակ։ Ես ինքս շատ կարևորում եմ համագործակցությունը տարբեր մասնագետների հետ եւ առաջին մասնագետը, որոնց հետ թերևս ամենաշատն եմ համագործակցում, դա հենց հոգեբույժներն են։ Ուղղորդումը իմ կողմից այցելուին լինում է շատ ուղիղ, ու այստեղ էլ եմ կարծում, որ բավականին դրական դինամիկա կա այս տեղեկատվության մասով, եթե նախկինում ես կարող եի շատ ավելի զգուշավոր լինել հոգեբույժին ուղղորդելու հարցում, որովհետև այդտեղ կային տարբեր ոչ իրատեսական պատկերացումներ, թե հոգեբույժի մոտ որ դեպքում են գնում մարդիկ, ինչ պայմաններում է աշխատում հոգեբույժը եւ այլն, հիմա հոգեբույժները շատ դարձել են հասանելի, կարծում եմ, եւ շատ ավելի բաց ցույց տալու, որ իրենք կարող են աշխատել շատ լայն խնդիրների հետ, հա, լայն սպեկտրի խնդիրների հետ։ Եվ այս տեսանկյունից շատ ուղիղ է տեղի ունենում ուղղորդումը իմ կողմից եւ նկատում եմ մարդկանց նաեւ բաց լինելը, որովհետեւ շատ հաճախ մարդիկ դիմում են հոգեբանի, արդեն լիքը ուսումնասիրած տարբեր բաներ ու այս process-ը ավելի հեշտ են կանցնում այս վերջին տարիների ընթացքում կարծում եմ։ Իսկ ինչ վերաբերում է ինչ անել, որ համագործակցությունը լինի արդյունավետ, առհասարակ ոչ միայն հոգեբույժների հետ, այլև ցանկացած բժիշկ մասնագետների հետ, համագործակցությունը կարող է, կարծում եմ, արդյունավետ տեղի ունենալ, եթե մենք բժիշկների հետ խոսում ենք նույն լեզվով։ Շատ հաճախ ես նկատում եմ, որ հոգեբանները կարող են խոսել այսպես ինչ-որ փիլիսոփայական բաների մասին, բժիշկներին դա չի հետաքրքրում մեծամասամբ։ Եվ եթե մենք վարում ենք այցելուին, մենք բուժում ենք իրականացնում, սա նշանակում է, որ մենք կարիք ունենք նույն լեզվով խոսել մեր գոլեգաների բժիշկ մասնագետների հետ։ Նույն լեզուն է սպարագայում ասելով, ես նկատի ունեմ, դա գիտության լեզուն է։ Ախտորոշման լեզուն է եւ մի քիչ ավելի շատ երևի բժշկական լեզուն է ու կարծում եմ, որ համագործակցությունը նաեւ ստացվում է արդյունավետ, եթե բժիշկը նաև ընդունում է, որ հոգեբանը հասկանում է ուր է գնում, այսինքն իրենք պիտի խոսեն, իրենք նույն ալիքի վրա պիտի գտնվեն։ Եթե բժիշկը մի բան ասում, հոգեբանը լրիվ ուրիշ բան է պատկերացնում եւ այլն, այստեղ ուղղակի չի կարող լինել այդ համագործակցությունը։ Ու այստեղ շատ կարեւոր է հենց նույն կրթական մասը, որ կրթական համակարգը ինքը պիտի օգնի մասնագետներին, երևի թե այս դեպքում հոգեբաններին, նաև բժիշկներին որոշ դեպքերում, որպեսզի մենք կարողանանք նույն լեզվով խոսել ի օգուտ եւ ի նպաստ արդյունավետ բուժման, որը կլինի հենց այցելուների համար։ Լերիկ, շատ են գնում դեպի կրթության դաշտ, եթե ունենք մասնագետներ, ովքեր արդեն աշխատում են, այսինքն համալսարանական կրթության դժվար թե իրենք կարողանան հետ գնալ, որոնք են ըստ քեզ այն ուղիները, որ մասնագետը կարող է օգտագործել այդ գիտելիքներն ու հմտությունները մի փոքր իր մոտ ավելացնելու, որտեղ ես վստահ չեմ, որ բոլոր հոգեբան մասնագետները, եթե ես սխալ եմ կլինիկական դաշտից մի քիչ ավելի քիչ եմ պատկերացնում ինձ ուղի, բայց ես վստահ չեմ, որ բոլոր մասնագետները ունեն, ինչպես դու ես հաճախ բնորոշում դեպքի կլինիկական մտածողություն, դեպքի վարման եւ այն գիտելիքները, որոնց մասին որ ասում ես հենց բուն բժշկական գիտելիքները, եւս վստահություն չունեմ, որ արագ հասանելի են եւ հասանելի են նաեւ շատ մասնագետներին։ Կա ինչ-որ ճանապարհ, որից պետքա սկսի մասնագետը պատկերացնելու համար, թե ինչպես պետքա մտնի այդ մեծ դաշտ, որտեղ դաշտը իրապես մեծ քանակի տեղեկություններ է պարունակում։ Ես կարող եմ կիսվել իմ փորձով, թե ես ինչ եմ արել եւ կարծեմ սա կարող է լինել օգտակար։ Այո, կրթական համակարգը միշտ չի որ տալիս է այն ինչի մասին մենք խոսում ենք, բայց սա նաև չի նշանակում, որ անհասանելի է այդ գիտելիքը։
Եվ այստեղ կարող եմ նշել, որ մեծամասամբ դեպքերում, եթե մասնագետը ուզում է խորանալ հենց կլինիկական մասով ու ապրում ու ստեղծագործում է Հայաստանի Հանրապետությունում, ապա կարևոր մասը պիտի հենված լինի ինքնակրթության վրա։ Ու այդ ճանապարհով ես ինքս անցել եմ տարիներ առաջ, երբ որ ես հասկացա, որ դա այն ոլորտն է, որտեղ ես հստակ ուզում եմ աշխատել ու այդ ոլորտը ինձ համար շատ մեծ մասնագիտական կիրք է, հիմա էլ շարունակում է լինել, ես գերագույն հաճույք եմ ստանում հենց այդ հիվանդանոցային սեթինգից, այդ տարբեր կլինիկական դեպքերից եւ այլն։ Ես ընտրեցի մի ուսուցիչ, կարող եմ ասել, որը հոգեբան չէր, որովհետև երբ որ ես այդ ժամանակ դա 2010 թվականն էր, երբ որ ես փնտրում էի հոգեբանների շրջանում մասնագետ ում հետ գոնե թե ես կկարողանայի քննարկել կոմբինացված բուժումը, այսինքն հոգեթերապիան եւ դեղորայքային բուժումը, ցավոք սրտի ես չկարողացա գտնել այդ մասնագետին Հայաստանում եւ այդ ժամանակ կային շատ տարբեր պատկերացումներ, սխալ պատկերացումներ եւ նաեւ այդ սխալ ուղղորդումները։ Եվ ես որոշեցի, որ շատ լավ ես կգտնեմ այդ մասնագետին այդ դեպքում բժշկական ոլորտից եւ ես հիշում եմ, երբ որ այդ 15 տարի առաջ ես ուղղակի մասնակցում էի նյարդաբանական տարբեր կոնսուլտացիաների եւ ունենում էի դեպքի քննարկումներ, կարդում էի լիքը բաներ, որոնք այդքան է կապ չունեին հոգեբանության հետ եւ կապ ունեին նյարդաբանության հետ եւ դա ինձ հնարավորություն տվեց մտնել հենց այդ կլինիկական սեթինգ։ Դա իրական բավականին բարդ ճանապարհ է, որտեղ ընթացքում դու լիքը բաների մեջ մնում ես, լիքը բաներ վերցնում ես ու չգիտես քո մասնագիտական գործունեության ընթացքում քեզ որը եւ ոնց պետք կգա, բայց նաեւ կարծում եմ դա մի ճանապարհ է, որը այդ շատ շտկում է, թրծում է մասնագետին ու ձևավորում է հենց կլինիկական մտածողությունը։ Այսինքն ես կարող եմ ասել, ստեղ իհարկե նաեւ մասնագետի անձնային որակները կարեւոր են, թե ինչքան երկար ինքը կկարողանա դիմանալ այդ պայմաններին, որտեղ այդ հեշտ չի իրականում եւ ինչքան կլինի մոտիվացված, բայց կարծում եմ այս պարագայում հիմա Հայաստանում կլինիկական հոգեբանության դաշտը երևի թե մի քիչ ավելի փոխված է, քիչ թե շատ, կան հոգեբաններ, ում հետ կարելի է ունենալ քննարկումներ եւ մի տեսակ դիտարկել որոշ մասնագետներին որպես իրենց ուղեկցողներ մասնագիտական դաշտում եւ եթե դա չի բավարարում, իրենք կարող են ընտրել այդ մասնագետներին հարակից դաշտում, մասնավորապես բժշկության ոլորտում եւ կարող եմ նշել, որ կան մասնագետներ, ովքեր պատրաստական են եւ կարող են այդ ուսուցչի դերը վերցնել ու մեր այսպես նպատակասլացությունը եւ մոտիվացիան կարող է օգնել ձեռք բերել են գիտելիքները, որոնց բացը մենք ունենք արդեն ակադեմիական մասում։ Բարդ ճանապարհ է սպասում, կարծում եմ, բայց երևի հետաքրքրություն կա այդ բարդության մեջ նաև։ Եթե մոտիվացիան բավարար է, կարծում եմ բավականին հետաքրքիր ճանապարհ կարող է լինել։ Լիլիթ, շատ նշեցիր կլինիկական մտածողության մասին, եւ կարծում եմ, որ այս պահին նաև դու որպես կլինիկական մասնագետ հանդես ես գալիս են մարդու դերում, ում շատ հետևում են հատկապես ավելի երիտասարդներ, երիտասարդ մասնագետները։ Եվ մի բան կա, որը եւս ես հաճախ լսել եմ քեզ մոտ, քո մասնագիտական բառապաշարում, դա կլինիկական դեպքի վարման ալգորիթմ հասկացությունն է։ Իսկ կարող ենք ասել, որ ալգորիթմը ենթադրում է որոշակի աշխատանքային կառուցվածք։ Իհարկե, ալգորիթմ ասելով կարող ենք դա նույնացնել նաև կառուցվածք հասկացության հետ եւ դրա կարիքը մենք հատկապես ունենք այն դեպքերում, երբ որ աշխատում ենք կլինիկական դժվարությունների հետ, այստեղ կարող ենք ներառել օրինակ տագնապային սպեկտրի տարբեր դրսևորումներ, տրամադրության խնդիրներ, անձնային խանգարումներ, օբսեսիվ կոմպուլսիվ խանգարում, տարբեր տեսակի տրավմատիկ փորձառություններ եւ այլն։ Սա ենթադրում է այն մի տեսակ հայլերի հաջորդականությունը, որը մենք կարիք ունենք իրականացնել, բայց նաեւ շատ հաճախ մեր իրականության մեջ մի տեսակ նկատում եմ բացական վերաբերմունք այն մասնագետներին, ովքեր ունեն կառուցվածքային մի տեսակ մտածողություն եւ դա հաճախ ընկալվում է էմպաթիայի պակասի հետ։ Այստեղ ուզում եմ Երևան բերել այն միտքը, որ սա թյուր ընկալում է եւ
Էմպաթիան չի նշանակում ամենաթողություն process-ում, առանց էմպաթիայի ես կարծում եմ մենք չենք կարող երկար ճանապարհ անցնել այցելուի հետ, բայց միևնույն ժամանակ այդ կառուցվածքային մտածողությունը մեզ հնարավորություն է տալիս արդյունավետ հասնել այն նպատակին, որը մենք կսահմանենք այցելուի հետ միասին։ Սա ենթադրում է նախ եւ առաջ անամնեստիկ ինֆորմացիայի հավաք, հետո որոշակի նպատակի սահմանում, թե ինչին է ուզում հասնել այցելուն թերապևտիկ process-ի ընթացքում, եւ սա ուզում եմ ասել մեծապես հենց այցելուի հայցն է եւ այցելուի կարիքից բխող մի բան է եւ այն ճանապարհը, որը մենք անցնում ենք միասին, հա, հոգեթերապիայի մասով, կախված ինչ մեթոդաբանությամբ ենք աշխատում, երբեմն կարիք է լինում ուղղորդելու այլ մասնագետներին, օրինակ հոգեբույժին, երբեմն նյարդաբանին կամ մեկ այլ մասնագետին, օրինակ գաստրոենտերոլոգին, եւ հոգեթերապիա իրականացում, հետո նաեւ ավարտ։ Այստեղ նաեւ ուզում եմ նշել, որ շատ կարեւոր է հենց ավարտի փուլը, շատ հաճախ մենք խոսում ենք մի տեսակ հոգեթերապիայի հենց բուն process-ի մասին, բայց մի տեսակ չենք հասնում ավարտին։ Ես ինքս կողմ չեմ նրան, որ հոգեթերապիան մարդկանց կյանքում դառնում է կենսակերպ, ապրելակերպ, որովհետև դա մի տեսակ զրկում է մարդուն հավատալու նրանից, որ ինքը ինքնուրույն առանց հոգեթերապևտիկ process-ի կարող է հաղթահարել իր դժվարությունները։ Սա իհարկե ավարտը երբ կլինի կախված է երբ ենք հասնում մեր նպատակին, ինչ մեթոդով է աշխատում հոգեբանը, ինչ դժվարություն ունի այցելուն, որովհետև օրինակ անձնային խանգարումների դեպքում իհարկե այստեղ շատ տարբեր մեթոդներ մենք կարող ենք կիրառել եւ տևողությունը ավելի երկար կարող է լինել հոգեթերապիայի, բայց ավարտը կարևոր թերապևտիկ մասն է հոգեթերապիայի, որին հասնելը կարևոր նպատակ է երևի թե։ Լիլիթ, ինչ մասնագիտական խոչընդոտներ ու մարտահրավերներ ես դու ունենում քո աշխատանքային գործունեության ընթացքում։ Ունեցել եմ ավելի շատ, հիմա երևի թե ավելի քիչ։ Առաջինը կապված էր հենց այն ինչ որ նշեցինք հանդիպման սկզբում կրթական մասի բացի հետ, որը կտար հնարավորություն ձեռք բերել գիտելիքներ, որտեղ ես ավելի պատրաստված կլինեի որպես կլինիկական հոգեբան եւ հետո այն ճանապարհը, որը անցել եմ որպես մասնագետ, այդ տարբեր հիվանդանոցային սեթինգներում, տարբեր խանգարում ունեցող մարդկանց հետ սկզբնական փուլում դրանք հիմնական նյարդաբանական տարբեր խնդիրներ էին եւ այլն, բայց ես կարող եմ նշել, որ դրանք իրական հաղթահարելի են ու նաեւ մասնագետին եւ անձին այսպես աճեցնող խոչընդոտներ են, որտեղ մենք առերեսվում ենք դրանց, գնում ենք դրանք վերցնելու ճանապարհով, մենք շատ մի տեսակ բոնուսով ենք դուրս գալիս այդ process-ում։ Ինձ համար որպես մասնագետ, երևի թե մասնագիտական գործունեության ընթացքում ամենադժվար փուլը եղել է հենց 20 թվականի պատերազմը, որտեղ սուրբ փուլում ես աշխատում էի նոր վիրավորում ստացած տղաների հետ, հետո երկար ժամանակ 2-2.5 տարի աշխատեցի էլի իրենց հետ էլի հիվանդանոցային վերականգնողական կենտրոնում, ամենադժվարը երբ հենց այդ սուրբ փուլն էր, երբ որ դու երկրորդային տրավմատիզացվում ես որպես մասնագետ, այսինքն պատերազմը քո վրա է ազդում որպես մասնագետ, բայց միևնույն ժամանակ դու գնում ես ու սկսում ես աշխատանք իրականացնել առաջնային հենց տրավմատիզացիա ունեցող մարդկանց հետ, դա երևի բարդագույն փուլն էր եւ անձնային առումով եւ մասնագիտական առումով, բայց կարող եմ ասել նաեւ մասնագիտական առումով բավականին աճեցնող ու զարգացնող հնարավորություններ ինձ համար։ Վերջին ասածդ դեպի սուպերվիզիան տարավ, մի քիչ կխոսես ինչա կարևոր գնալ սուպերվիզիաների։ Կարևոր է գնալ սուպերվիզիայի, որպեսզի մենք կարողանանք չկորել թերապևտիկ process-ում, եթե խոսքը հենց պատերազմի փուլում, հա, պատերազմի տրավմայի հետ աշխատանքի մասին է, այստեղ կարող եմ կարևորել շատ նաև անհատական հոգեթերապիայի դերը, երբ որ մասնագետը ինքնադիմում հոգեթերապիայի եւ փորձում է ինքը հաղթահարի այդ դժվարությունը, որի մեջ ինքը գտնվում է, նաև այդ դեպքերի ազդեցություն իր վրա, որը այդ իրավիճակում մենք միանշանակ ունենք։ Իսկ սուպերվիզիան շատ կարևոր է, որը հնարավորություն է տալիս առավել փորձառու մասնագետի հետ, առավել փորձառու մասնագետի օգնությամբ կարողանալ վերլուծել դեպքը եւ կարողանալ
առավել վստահ քայլերով գնալ առաջ եւ երբեմն այդտեղ կարող են լինել տարբեր դժվարություններ, որտեղ սուպերվիզիան մեզ կարող է ուղղորդի անհատական թերապիայի ու գնալ այդ ուղղությամբ։ Եվ Լիլիթ երևի վերջում որը կլինի ուղերձը կամ ասելիքը հոգեբան մասնագետներին, ովքեր մտնելու են կլինիկական դաշտ։ Ես կարծում եմ, որ սա շատ հետաքրքիր դաշտ է, ասեցի արդեն, որ շատ իմ համար ոգևորիչ դաշտ է ու դեռ չեմ ձանձրացել այդ միջավայրում լինելուց։ Ուզում եմ ասել, որ շատ բան կախված է մասնագետներից եւ եթե հստակ է ձեր համար, որ սա մի ոլորտ է, որտեղ դուք ուզում եք լինեք, այդ ենթադրում է լիքը ջանք, լիքը աշխատանք, ավելի լավ մասնագետ դառնալու ճանապարհին եւ ուզում նշել նաեւ այդ աշխատանքը ինքներս մեր վրա, ես կարծում եմ մեր մասնագիտության պարագայում ինքը երբեք չավարտվող գործընթաց է ու շատ վտանգավոր է այն պահը, երբ որ մասնագետը կարող է ասել, որ վերջ, ես հասա վերջին ու այստեղից այն կողմ էլ ամենախելացին եմ։ Այո, այդ շատ վտանգավոր է իրականում եւ շատ մի տեսակ ռիսկեր է պարունակում։ Մենք մի մասնագիտություն ենք ընտրել, որտեղ ամեն օր սովորում ենք նախ այցելուներից, սովորում ենք տարբեր տրեյնինգներում, տարբեր դասընթացներում եւ այլն, ու սա իսկապես անդադար եւ անվերջ պրոցես է։ Սկսնակ մասնագետների համար մի քիչ ավելի շատ ջանք է երևի թե ենթադրում, տարբեր բաներ փորձել, տարբեր բաներում լինել, տարբեր տեղերում լինել, բայց ուզում եմ նշել, որ այդ գործընթացում կարծում եմ շատ օգտակար կլինի գտնել որևէ մեկին, ով որ ավելի փորձառու մեկին, ում կվստահեք եւ ով կուղղորդի ձեզ այդ բարդ ճանապարհի ընթացքում։ Շնորհակալություն Լիլիթ, շնորհակալություն հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Կարծում եմ մասնագետները կկարողանան իրենց համար վերցնել այն բոլոր տեղեկությունները, որ իրենց պետք է հոգեբանության, հոգեթերապիայի կլինիկական դաշտում աշխատելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։